Փրկարարի առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու եւ ճամփորդելու համար առավել անվտանգ դարձնելն է։ Պետության հանձնառությունը այդ առաքելությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել է։ Այդ նպատակով արտակարգ իրավիճակներում ձեռք բերված դասերի եւ միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակվել է փրկարար ծառայության վերափոխման նոր հայեցակարգը, ներառելով ծառայության ինստիտուցիոնալ, տեխնիկական եւ մասնագիտական կարողությունների համալիր զարգացում, ինչպես նաեւ նոր օպտիմալ կառույցի ձևավորում, բացառելով ներքին գործերի նախարարության այլ ստորաբաժանումների գործառույթների կրկնությունը։ Հայեցակարգի շրջանակներում մինչև տարվա ավարտը կիրականացվի փրկարարծառայության կենտրոնական ապարատի, իսկ 2026 թվականին տարածքային ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխությունները։ Նախատեսվում է նաև հատուկ իրավական եւ սոցիալական երաշխիքների սահմանմամբ զարգացնել փրկարարծառայության կամավորական համակարգը։ Այդ ուղղությամբ ձեռնարկվել են գործնական քայլեր։ Ներկայումս Հայաստանում գործում է 11 հրշեջ փրկարարական հենակետեր, որոնք սպասարկում են 51 բնակավայր։ 67 կամավոր ստացել է փրկարարի որակավորում։ Հենակետերի ստեղծումը համահունչ է ներքին գործերի նախարարության որդեգրած ռազմավարությանը, բարձրացնել համայնքների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում եւ կրճատել արձագանքման ժամանակը։ Աշխատանքներ են տարվում նոր հենակետերի ստեղծման ուղղությամբ, որոնք նախատեսվում է գործարկել 2026-2027 թվականներին։ Համակարգային բարեփոխումների կարևոր ուղղություններից է արտակարգ իրավիճակներում 24/7 ռեժիմով քաղաքացու կողքին կանգնած փրկարարների աշխատանքային եւ տեխնիկական պայմանների բարելավումը։ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների 28 հրշեջ փրկարարական ջոկատների հաշվեկշռում առկա հնամաշ հրշեջ փրկարարական ավտոմեքենաները կփոխարինվեն նորերով։ Ընդհանուր բյուջեն կազմում է 5 միլիարդ 668 միլիոն դրամ, ձեռք կբերվի 91 հրշեջ փրկարարական ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա։ Արդեն մատակարարվել են նոր մարտական հանդերձանքն ու փրկարարական գործիքները, իսկ Կոտայքի, Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզային ստորաբաժանումների համար 8 հրշեջ եւ 10 արագարձակնական փրկարարական ավտոմեքենաների մատակարարումն ընթացքի մեջ է։ Ընդհանուր արժեք կազմում է 710 միլիոն 365 հազար դրամ։ Ընթանում են Սևանի փրկարարական կայանի, Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Առաջիկա օրերին կմեկնարկի շինարարությունը նաև Բաղրամյանում։ Անվտանգ ու հարմարավետ համազգեստը, աշխատանքային գործիքակազմը կարևոր նախապայման են արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու համար։ Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման հիման վրա աշխատանքներ են տարվում փրկարար ծառայողների համար ունենալ հրակայուն, լրացուցիչ պաշտպանիչ շերտերով ջրաթափանցակայուն համազգեստ, ապահովելով առավելագույն անվտանգություն։ Ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է նաև սոցիալական երաշխիքների ապահովման գործընթացը, փրկարարական ծառայողների համար ստեղծելով արժանապատիվ պայմաններ։ Այդ համատեքստում շարունակվում է ծառայողների ատեստավորման գործընթացը, այն կարևոր գործիք է մասնագիտական աճի եւ մոտիվացիայի համար։ Ատեստավորումը զուգակցվում է վերապատրաստումներով, ինչը հնարավորություն է տալիս կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Ատեստավորման նպատակով մինչ օրս դիմել է 1808 ծառայող, 943-ը հաղթահարել է այն։ Համակարգում գերազանց ատեստավոր փրկարարն այսօր ստանում է շուրջ 557 հազար դրամ աշխատավարձ, նախկին 297 հազարի փոխարեն։ Փրկարար ծառայության վերափոխման նոր հայեցակարգը նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց ազդարարման առավել մատչելի եւ ներառական կազմակերպում, SMS հաղորդագրություններով եւ բջջային հավելվածների ծանուցումներով։ Բնակչության արդյունավետ եւ օպերատիվ իրազեկումն ապահովելու նպատակով նախատեսվում է ներդնել բջջային հավելված, որը հագեցած կլինի ինտերակտիվ քարտեզներով, անվտանգության ուղեցույցներով, հետադարձ ծանուցման հնարավորությամբ եւ գեոլոկացիոն անհատականացված ծանուցումներով։ Հարկ է նշել, որ հավելվածը հնարավոր կլինի օգտագործել նաեւ առանց համացանցի հասանելիության։ Միաժամանակ բարեփոխումների անհատականության տրամաբանության մեջ ԵԱԿ-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերների հետ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել 5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ներդրումային ծրագիր, որի մի մասը կողմի փրկարար ծառայության ոլորտի զարգացմանը։ Այսպիսով, վերափոխված հայեցակարգով փրկարար ծառայությունը քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի շարունակելու է իր առաքելությունը։